Այստեղ ուզում ձեզ ցույց տալ, թե ինչպես է կառուցվում ուսի հատվածը, առաջամասի եւ թևի փորվածքը։ Ուրեմն գրքի մեջ իրականում կան եւս մի տարբերակ եւ այլ։ Ես ցույց եմ տալիս աշխատանքային տարբերակները, որ դուք կարող եք իրարել ձեր աշխատանքներում, կարեւոր է որ իմանաք որ չափը, ոնց եւ ինչու ենք այդպես օգտագործում։ Ուրեմն որպեսզի գտնենք թևի փորվածքի այս բարձրությունը, նայում ենք հետևամասին այս բարձրությանը, հանած 1 այս հատվածը, եթե մտովի ես բերեմ դա այստեղ է, մոտավորապես մի քիչ ներքև կարա լինի առաջամասի մի կետը։ Ստացվում է այս հատվածից հանած 1 Այս հատվածը արդեն բաժանում է 3 հավասար մասի։ Կարող եք չափել բաժանել հավասար, կարող եք աչքաչափով չափել։ Ահա այսպես աչքաչափով ես հիմա նշում եմ սա։ Ներքևի մասում ես կառուցում եմ արդեն թևի փորվածքը։ Գցեմ միանգամից կորականոնով։ Հիմա որպեսզի կառուցենք այս փորվածքը, այստեղ առաջարկվում է կառուցել մի հատ աղեղ։ Աղեղը կարող են կառուցել հենց այս մեր գտած կետից եւ այս բարձրությունը, որ այստեղ նույնպես նշել էինք, այդ կետից դեպի ցախ ես գտնում եմ այսպեսի մի հատ հատված, իսկ նախ սա, կարող եմ նույնիսկ սա դնել այստեղ, այս կետում, այս չափը, որ ավելի հեշտ լինի հիմա աշխատելը։ Եվ այսպես մի հատ աղեղ են գծում։ Սանտիմետրի ժապավենով աղեղը գծվում է ահա այսպես։ Вот так. Եվ գծում ենք հատվող աղեղ, բայց դա կարող ենք չգծել հատվող աղեղ, կարող ենք կանոնով անել։ Այստեղ կանոնի վրա նշում ենք մեր ուսի երկարությունը առանց ավելացումների։ Եթե հետևամասին տվել ենք 1 սանտիմետր, որպեսզի մենք կոր հատված ստանանք, առաջամասին նման խնդիր չկա։ Դրա համար կոր հատված չենք ստանում, տեղադրում ենք ընդհանրապես մեր ուսի լայնությունը, իմ դեպքում այն 13 է, եւ կարող եմ միանգամից այսպես գիծը գծել։ Եվ սա գեղեցիկ կոր գծով, կորականոնով միացնում եմ այս գծին, այնպես որ այն լինի շարունակական գիծ իմ այս գծին։ Ուրանկյուններ հանկարծ չստանաք։ Վերջ։ Եթե ցանկանում եք, որպեսզի սեղմոնի ամբողջ խորությունը տեղափոխվի ինչ-որ միտեղ, ուսի հատվածին որոշեք, թե որտեղ եք ուզում, եթե իհարկե ուզում եք, որտեղ սեղմոնի խորությունը մոդելավորմամբ կարող եք տեղափոխել այս կողքի կար։ Ուղղակի գծում եք, փակում եք սեղմոնը, կտրում եք այդ գիծը եւ ամբողջ սեղմոնի խորությունը տեղափոխվում է կողքի կար։ Կողքի կարը, որպեսզի ճիշտ որոշեք տեղափոխվող սեղմոնի տեղը, կարող եք չափել այս հատվածը եւ այն բաժանել 3 մասի եւ այստեղ լինի տեղափոխվող սեղմոնի տեղը։ Այդպեսով կունենաք սեղմոնը, որը գնում է դեպի կողքի կար։ Կտրվում է այդ գիծը, փակվում են այդ գծերը իրար։ Իսկ եթե ցանկանում եք սեղմոնը չտեղափոխել եւ թողնել ուսի հատվածում, կարող եք որոշել թե որտեղ եք ուզում լինի, օրինակ ռելիեֆային կար լինելու եւ ուզում եք որ այստեղ լինի, որոշում եք թե որտեղ եք ուզում որ այն լինի, օրինակ ես հիմա կընտրեմ 6 սանտիմետր այս կետից, այստեղ 6 սանտիմետր նշեցի սա։ Այս գիծը ես կարող եմ միանգամից կառուցել այստեղ սեղմոնը, որ միանգամից կտրեմ օրինակի համար, հա։ Այս գծի չափը որ կա, սա արդեն մեր նոր սեղմոնի կողմն է այդ բարձրությունը։ Ես այն հաշվի եմ առնելու այսպես։ Այստեղ նույնպես ոնց որ աղեղ կառուցենք, իսկ գիծը միացնում ենք իրար։ Մնում ենք աղեղ։ Այս չափով 6 սանտիմետր այստեղից վզինքի կետից կառուցում ենք այս մեր կոր գծին հատվող աղեղը նորից, ահա այստեղ։ Հենց սա կամ չափ ենք տեղադրում։ Այս հատվածը ես ստացա ուսի այս հատվածը, այսինքն տեղափոխեցի այստեղ։ Եվ ունեմ արդեն սեղմոնի նոր կողմեր, որոնք պետք է միշտ լինեն իրար հավասար։ Արդեն ահա այս կողմը, երևի այստեղ ուրիշ գույնով էլ ցույց տամ։ Ես մկացել եմ գծերը, որպեսզի ավելի լավ տեսնեք, հեսա սեղմոնը տեղափոխել է, այստեղ ուսի հատված կա, այստեղ ուսի հատված կա։ Եվ ահա այսպես ձևավորվել է ընդհանուր թևի փորվածքը։ Այստեղ նույնպես կարող եք սանտիմետրի ժապավեն այսպես դնել եւ չափել այս եզրի երկարությունը։ Գրել այն ձեր համար, որովհետև երբ որ դուք արդեն ունեք այսպես գրած, դες ավելի հեշտ կլինի հետագայում կառուցել թևքը։ Գրքի մեջ կա նաև այդ տեղափոխության մասին ինֆորմացիա, այստեղ շարունակվում է գրքի մեջ սեղմոնների տեղերի որոշումը, ընդհանրապես սեղմոնների խորությունները եւ ձևավորումները։ Իրականում իմ այս գրքի վաճառքը դադարեցվելու է եւ ես այն հիմա վաճառում եմ, մնացել է 17 հատ, անպայմանություն դարձեք թե որ թվին է տեղադրված այս տեսանյութը, որտեղ տեսանյութը չեմ ջնջելու, գիրքը կհանվի վաճառքից, այնպես որ կարող եք հարցնել հիմա 2025 թվականին, հոկտեմբեր, նոյեմբերին։ Եթե մնացել է կարող եք ձեռք բերել, հետո տարիներ անց, չգիտեմ, այնտեղ 2-3 տարի որքան կտևի, չգիտեմ, գիրքը ամբողջությամբ նորից կխմբագրվի եւ արդեն կտամ տպարան եւ չեմ զբաղվի գրքի վաճառքով։ Եթե ցանկանում եք ձեռք բերել գիրքը, գրքի մասին ինֆորմացիա իմ էջերում կա, կարող եք նայել, թե հիմա ինչ կա այս գրքի հետ կապված։